Հրապարակը գրում է Միքայել Աջապահյանը ձերբակալությունից ժամեր անց կալանավորումից առաջ մերժեց վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը, ասելով, որ հոգևոր գործը վեր է դասում։ Հետո լուրեր տարածվեցին, որ այդ հարցում նա չի ստացել կաթողիկոսի օրհնությունը, որը ըստ երևույթին հույս ունի, որ իրավիճակը չի սրի ու կարժանանա Փաշինյանի բարեգթությանը, բայց լավատեղյակներն ասում են իզուր հաջորդ թիրախն ինքն է լինելու։ Թերթի տեղեկություններով Աջապահյանի թեկնածությունն առաջադրած Էդմոն Մարուքյանը չի հանձնվում ու աշխատանք է տանում, որ վեհափառը հավանություն տա նրա թեկնածությանը, որի շուրջ աննախադեպ կոնսոլիդացիա կա 36 падգամավորի ստորագրություն, ինչը բավարար է նախագծի շրջանառության մեջ դնելու համար։ Աջապահյանը ի դեպ նախկինում հարցազրույցներում չի բացառել իր թեկնածության առաջադրումը, ասելով, եթե վեհափառն օրհնի, ինչու ոչ։ Թե ում միջոցով է Մարուքյանը բանակցում վեհափառի հետ չեն բացահայտում, թերթը հիշեցնում է շաբաթներ առաջ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Մարուքյանի թեկնածությունն առաջադրեցին, բայց ընդդիմադիրները չմիացան։ Եկեղեցու վրա գրոհի օրը Մարուքյանը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը, առաջարկում Աջապահյանին։ Հայաստան դաշինքը իր համաձայնությունը տվեց, պատիվ ունեմը ևս համաձայնեց, բայց 2 ժամվա պաուզայից հետո, երբ Աջապահյանը մերժել էր առաջարկը, լուրեր շրջանառվում, որ Սերժ Սարգսյանն է վեհափառին խորհուրդ տվել հետ պահել սրբազանին։ Ժողովրդի տեղեկություններով Փաշինյանը մայիսի 30-ին արած արտահայտության առիթով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պարզաբանում է ներկայացրել խոսքային գրառման մասին է, որտեղ նա ասում էր, թե սրբազան գնա շարունակիր կնգաթ մեջբերում եմ դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Աժույում հնչեցրած ձևակերպումների վերաբերյալ Փաշինյանը պատասխան պարզաբանում ուղարկել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել վերընկի տեղդ ներվերս չուտես հայտությունը ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պատվալները սպառնալիքն ու կրկնվող համբալ կոչականը։ Համաձայն օրենսդրության առավելագույնը 3 ամսում հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչև եզրակացության հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին պարզաբանումների համար, իսկ ինչ պատասխանատվություն է սպասվում Փաշինյանին դժվար չէ կանխատեսել։ Նրանք կամ պետք է հորդորեն ներողություն խնդրել, քանի որ չունի վերադաս, որից կարող են պահանջել պատիժ, կամ Փաշինյանն ինքը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի պահվածքի համար ու ընդհանուր հրաժարական ներկայացնի։ Թերթն ասում է, թերևս առաջինը կլինի։ Հրապարակը գրում է չնայած հեծի ազգայնացման գործը դեռ սահմանային շրջանում է, թերթի աղբյուրը փոխանցել է Փաշինյանն արդեն քաստինգ է հայտարարել հեծի պետական կառավարչի տեղի համար, նա երկրի կառավարումը թողած հարցազրույցներ է անցկացնում թեկնածուների հետ։ Թերթին ասել են, պատկերը հուսադրող չէ, կադրերի դեֆիցիտ կա, հավակնորդների թվում Քանաքերձեյթում վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանն է չին գոմականունով։ Փաշինյանը չի ցանկանում դրսից մարդ բերել, որ էլ ցանցերի մոտ 7000 աշխատակիցներին ընտրությունների ժամանակ ուղղորդեն իշխանության կողմը։ Հովակիմյանի պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք աշխատել է Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲ-ում որպես տեղամասի պետ, մասնաճյուղի տնօրեն, 18-ին եղել է ԲԵՑ ՓԲ գլխավոր տնօրեն, 18-ից մինչև հուլիսի 21-ը Big Energo ՍՊ փոխտնօրեն, իսկ 22-ի հուլիսին նշանակվել է Քանաքերձեյթում վարչական շրջանի ղեկավար։ Հրապարակը գրում է սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու գործով առաջան Մարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին օրերին քննարկվում է հանրային տիրույթում։ Շատերն ապշած են, ինչպես կարող էր դատարանը կարմիր գծեր հատել, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել։ Մելքոնյանի ընտանիքի մտերիմներից մեկը թերթին ասել է, նա ոչ միայն իրավական հարցերում օրինավոր ու բարեխիղճ չէ, այլև բարոյական ընտանեկան։ Ընկերական շրջապատում երկար ժամանակ քննարկման առարկա է եղել նրա բարոյական նկարագիրը, երբ բավական երիտասարդ կնոջ հետ կապվել է ու հեռացել տնից։ Թերթը հիշեցնում է, որ նա Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության անդամ է եղել, ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել անմեղ մարդկանց նկատմամբ, այլև կալանավորել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը Գարիկ Գալեյանին։
Ժողովրդի տեղեկություններով ԱԺՔՊ խմբակցության պատգամավորները գրավոր դիմել են ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, պահանջելով տրամադրել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, բայց Քոչարյանը հանձնաժողովի ԿՊԱ-ականներին հերթով մերժել է չտրամադրելով այն։ Նա մերժման մեջ նշել է, որ պատգամավորները զեկույցին կծանոթանան այն ժամանակ, երբ կներկայացնի, այսինքն որոշել է միանձնյա ներկայացնել հանձնաժողովի անունից, գրում է թերթը։